Ես Ոստանյան ձեր աշխատը ոչ թե ասենք համաձայն է, որ մարդիկ աշխատեն լայնացում չլինի, պետքան բան։ Այս ջուղի հիմա նրանք այնքան ունեն արած, որ տարիներ առաջ այդ թանքը շահգործվել է, ոչ մեկը ոչ մեկը։ միլիոնի դոլարներ ամենքան կարի լավ։ Հասկանում եք, որ ծառ չկտրում։ Ոնց է համայնքան, որ հանք բացվի։ Դուք ասեց համաձայն ասեց համաձայն Հետո բոլորին լսեք Լայնացում չի լինելու։ այդ ում ստորգետն է Եթե շահգործ ուզվեր աշխատել, լայնացում Կոկած գիտեք ամեն անգամ կարևոր բան եմ ասում բնակիչները լսեն և նախարարության ներկայացուցիչները քեզ եք լսենք երկար ժամանակ բոլորս էլ գիտենք որ հանքի շահագործումը վնասակար է եւ այլն բայց մենք փոքր գյուղ ենք լքված գյուղ ենք այդ փոքր հանքի շահագործումը էլ որ չեխերի կողմից չեխական ընկերության կողմից շահագործվել է եւ մեր գյուղի սոցիալական ծրագրերը ինչ որ ներդրում են արել այս հոյակապ շենքը կառուցվել է պետք է ասեն դաբրո չեխերին ես ինչ բան չեմ ասում Ես Ես ուզում եմ տամ ինֆորմացիա, նախարարությունը ես վստահ եմ, որ ներկայացուցիչը վստահ եմ, որ տեղյակ է, ուղղակի ասեմ, որ Վանաձորը եւ Փամբակը ինքը կառավարության կողմից էսա ճանաչվում են զբոսաշրջային կլաստերներ եւ այստեղ մեծ ներդրումներ են նախատեսվում իրականացնել, արդեն միջազգային բանկերից վարկեր են վերցրել, ես ինքս Իմ գործընկերոջ միջոցով տեսել եմ ինչպես են այդ բանկերի ներկայացուցիչներին վայքում մարզպետարանում քննարկումների ժամանակ հարց են տվել Եղեգիսի, քանի որ Եղեգիսն էլ է կլաստերի մեջ մտնում, Եղեգիսի եւ հանքի գոյակցության, այսինքն Եղեգիս համայնքում հանքի եւ զբոսաշրջության գոյակցության մասին պաշտոնապես այնտեղ պատասխանել են, որ դրանք անհամատեղելի են, այսինքն եթե հանք բացվի Եղեգիսում, մենք կհանենք Եղեգիսը կլաստերից, զբոսաշրջային, այսինքն ստեղ շատ կարևոր անգծել համայնքի նաև զարգացման տեսլականը եւ ռազմավարությունը, իդեպ կարևոր է առաջնորդվել, որովհետեւ այսօր օրը Լոռու մարզպետը Լոռի TV-ում հարցազրույցի ժամանակ ինքը նշեց երկու բան, եւս զբոսաշրջային կլաստերների մասին, ասեց որ ներդրումներ են նախատեսվում, այդում Փամբակ համայնքում Եվ դրա համար ինքը չի ցանկանա այստեղ նոր տարածքներ տեսնել, հետո Լոռու մարզպետից մեջբերումներ, որովհետև խոսացել է այս երկու օրը ասել է։ Բացի այդ, Փամբակ համայնքը ճանաչվել է զբոսաշրջային գոտի օրենքով։ Երկու օր առաջ այդ օրենքի մասին մեծ քննարկումներ եւ ընդունել էին։ Պարոն Կոստանդյանը գիտի։ Ողջունում եմ բոլորին, ես խոսում եմ որպես երկիր մոլորակի բնակիչ։ Անձամբ ծնվել եմ Վանաձորում, Վանաձորի բնակիչ եմ, բայց որպես երկիր մոլորակի բնակիչ եմ խոսում։ Մի ընթացք նաև ռուսերեն խոսեմ, որ մեկը հասկանամ, եթե դեմ չեք, եթե կհասկանաք բոլորը։ Я хочу перейти на русский язык. Мы все часть природы, все, вне зависимости от нации. Каждый из нас должен беречь эту природу. Если вы хотите хорошее дело делать в Армении, я вас очень прошу, вместе с вами давайте будем строить туристический центр в этом селе. А рану открыть на планете Земле, это как рано открыть какую-нибудь скважину, там, золото, все такое. То, что имеет цену, это самое дешевое, братья мои. Давайте не гоняться за золотом, потому что желтый цвет иногда наши глаза слепыми становятся, и наши души умирают. Давайте не дадим нашим душам, чтобы в материальном мире только выжили. Есть еще и духовная жизнь. Я вас очень уважаю, есть Бог, и Бог для нас всех един. Давайте беречь природу, потому что мы часть природы, каждый из нас. Осквернять, уничтожить природу, это означает, мы сами себя убиваем.
не оставляем ничего для наших будущих поколений. То, что мы уже создали, это то, что в мире творится, все эти войны, все эти ненависть, гнев, это от того, что мы не уважаем друг друга и не уважаем землю. Нас всех во всем мире объединяет земля. Мы все из земли сделаны, и когда умрем, будем под землей равны все. И у нас ничего не будет, всех этих денег. Спасибо вам всем, что вы сделали для села. Давайте в это собрание решим, как сделать, что это село было экологическим центром. Когда вы говорите, я не перевожу. Акопчан. Как мы на русском языке, извините, я также буду продолжать на русском языке. Спасибо вам за внимание. Меня зовут Давид Марашек. Я чех, но я сломай. Я здесь учу с нашей командой живу 8 лет. Раньше мы работали в Калбаджаре, в Мабора. Я с вами 100% согласен. Мы должны природу уважать, мы здесь конкурентно, мы должны защищать для своих будущих генераций. Для этого мы пришли здесь из Чехии, с опытом из Ирландии, с опытом из Австралии, с опытом из Китая. И они предлагают очень-очень четкую, природоохранительную стратегию. Развитие зеленой воды. Значит, мы 100% уважаем, мы должны сохранять атмосферу, воду, как Олег говорил. Мы не хотим новые земли открывать. Но понимаете, Армения зависима на войне. Здесь нет Армения зависима на бурении. Значит, Независимо, Это некоторые люди так придумали. Давайте самое ценное. Самое ценное во всем мире это человеческие. Могу это закончить? Акопчан, панове, что вы разник? Мы пришли предлагать очень зеленый. Я вам даже не вижу, как говорю. Наш метод предлагает самые четкие варианты развития. И очень работу предлагать. И эту самую... И мы готовы помочь. Давайте поможем. Вот мы Давайте помогать сохранять природу. Сохранять природу. То, что мы открываем, Աբա ո՞նց է դեմից մարդկանց դեմեն ուրիշը հանգվածի։ Այդ ո՞նց է չեխերին դեմ։ Հատկոսես իսկ բացատրես ես ես կանգարտը։ Դու Դուրսարի տեղ մի խանգարի։ Ա դու ես խանգարում ըստի։ Դու ես խանգարում։ Դուրսարի այ բանա։ Աչքե դու կա։ Դու քեզ ես մի բան։ Ամա թլիկ քեզ։ Ծախված շու։ Քեզ մենակ եմ ասում, այդ ծախված շու։ Ինչ ասում։ Չի կարելի։ Ես так խոստամ։ Ժողովուրդ ջանես, ձեր կարծիքներն արտահայտեք, լսենք, որ մեր նախարարության ներկայացուցիչը իմանա։ Լսեք լավ, ժողովուրդ։ Այդ ու բան ասեմ, դուք ոչ կընդունեք, ուրեմն նախկինը մենք նորից մարդկանց թույլ ենք տվել, հիմնակություն կար, որ դիմել էր, որ արևելյան և արևմտյան կողմերը էլի հանքային արտադրություն ստեղծեն, ոչմ մենք թույլատվությունը տվինք, մենք համաձայն ենք, այսօր համաձայն ենք, որ իրանք իրար հետ համագործակցեն, իրար հետ եթե համագործակցեն, մեզ մար շատ լավ կլինի։ Այսինքն դուք կողմ եք, որպեսզի ավելի շատ խանդվի, հա։ Ես ասեմ, ես կողմ եմ, ես ինքս, միշտ էլ աջակցել եմ, որպես մի րոպե, որպես վարչական ղեկավար պիտի չեզոքություն պաշտպան։ չեզոքությունը սենց է, ինձ նա ճիշտը նայա, որ երկու ընկերություն միասին աշխատեն մեր ճյուղին ինչ-որ մի լավ Դարձյալ կամ ոսկերի կուզում ստեբերեք, դες չեղերը
Բանիդ լսումն է, երկարացման լսումն